Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Անտիֆեքի հետ մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար, ներկայացնելով Ղազարյան vs. Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Այս անգամ արդեն ոչ թե հերթական, այլ կարելի ասել մշտական անգամ Պետրոս Ղազարյանը իր տաղավարը հրավիրել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր ադրբեջանա-թուրքական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որի մշակումը ձեզ կներկայացնենք շատ մեծ սիրով։ Բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, իսկ Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնեք։ Անտիֆեքը ունի լավ նախագծեր, որոնք այդ օգնության կարիքն ունեն։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ։ Բարեկո պարոն Կոնջորյան, շնորհակալություն հավելել ընդունելու համար։ Ընդդիմություն եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Դու փաստորեն Պետրոս կարևորագույն իրադարձություններին ես հետևում, մենք էլ քեզ ենք հետևում, էլի փաստորեն դու կարևորագույն Պետրոսն ես։ Պետրոս կարևորագույնն է։ Հայկ, հիմա դու մեզ ոնց պիտի դիմես, կարաս ասես ինձ եւ Պետրոսին, դու ոնց պիտի դիմես։ Պետրոս, կարծում եմ պարոն Ղազարյան։ Մենք էլ Պետրոս արիրան ասենք թրքասեր դավաճան։ Սազմա չէ։ Շարունակում է պնդել, որ դուք հայի ինքնության դեմ արշավ եք անում եւ կնիքից Արարատ լեռը հեռացնելը, տեսեք, դա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ Արարատ սարը մեր ինքնության մի մասն է եւ մեր պատմական հիշողության մի մասն է։ Եվ դուք փորձում եք ջնջել մեր պատմական հիշողությունը, մեր ինքնության մի մասը, եւ ընդդիմությունը ասում է արդյոք իրական Հայաստանը, որը դուք քարոզում եք, այդ իրական Հայաստանին խանգարում է մեր պատմական հիշողությունը եւ արդյոք իրական Հայաստանը պետք է լինի առանց մեր հիշողության։ Խնդրեմ։ Նախ եթե մենք ընդդիմության ինքնությունը պիտի ջնջենք ընդհանրապես կնիքի վրայի Արարատի պատկերը հանելով, ուրեմն ընդդիմությունը ինքնություն չունի։ Այդ տղա Հայկո ինքը ընդդիմության ինքնությունից չի հարցնում, հայ ժողովրդի ինքնությունից է հարցնում, այսինքն քո մոտ արդեն քո պատկերացումների հայ ժողովուրդը դա ընդդիմությունն է, դուք էլ ադրբեջանա-թուրքական իշխանությունը, եւ հիմա դուք պայքարում եք ադրբեջանա-թուրքական իշխանությամբ հայ ժողովրդի դեմ, դրա համար այն ինչ որ վերաբերվում է հայ ժողովրդին, դա վերաբերվում է ինքնությանը, մնացածը արդեն դուք եք ադրբեջանա-թուրքերով։ Դու այդ ադրբեջանա-թուրքերի մեջի ադրբեջանցին ես, թե թուրքը քեզ ադրբեջանցի կսազի։ Այսինքն եթե քո ինքնությունը կարելի է ջնջել ընդհանրապես կնիքի վրայից Արարատի պատկերը հանելով, ուրեմն դու իրական ինքնություն չունես, կամ օրինակ տևական ժամանակ Արարատի պատկերն ընդհանրապես չի եղել կնիքի վրա։ Այդ նշանակում է, որ այդ ընդդիմությունը այն ժամանակ չի ունեցել ինքնություն, հետո ինքնություն ա ձեռք բերել։ Հարցը կնիքը չի։ Հարցը Արարատ սարի նկատմամբ վերաբերմունքն է, այդ սիմվոլիզմի նկատմամբ վերաբերմունքն է։ Մենք որպես պետություն Պարզապես կնիքի վրա դնելով ոչ մենք լավ ենք կլնելով, ոչ վատ ենք կլնելով։ Իրանք ասում են այդ ձեր վերաբերմունքն է այդ սիմվոլներին, որոնք մեր պատմական հիշողությունն են, ինչով նրանք խանգարում։ Շատ լավ, պատմական հիշողության տեղը պատմական հիշողության մեջ է, ոչ թե պետական սիմվոլիկայի մեջ։ Մենք որպես պետություն մեր պետական սիմվոլները կառուցում ենք ոչ թե պատմական հիշողության, ոչ թե զգացմունքայնության, այլ պետական ինստիտուտների եւ պետական սիմվոլիկայի հիման վրա։ Իսկ Բա դու տեղյակ չես այդ տղա, որ պետական սիմվոլիկա որ ասում ես, դա սահմանադրությամբ սահմանված է պետության դրոշը, զինանշանը եւ օրհներգը։ Սահմանադրությամբ տրված է Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը, որտեղ հստակ գրված է զինանշանի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը Նոյան տապանով։ Բա մեր խորհրդանիշներն է։ Հիմա Պետրոսն ասում է մեր պետական խորհրդանիշներից
Ընչեք ելեք ընկե այդ Արարատ լեռան հետևից ու ոչ միայն սահմանապահ ծառայության մուտքի ելքի կնիկների վերից եք անում, այլ ամեն տեղից, որտեղից որ դա տեսնում եք, ընդեղից հեռացնում եք, վարչապետի կաբինետից տարակ հեռացրեցիք, նկարների մեջից հեռացնում եք, լոգոների վերից ամեն հնարավոր տեղից, մոռացեք, ասում Արարատը, մենակ Արարատ Միրզոյան, Արարատ, եթե մի հատ Արարատ պիտի մնա մեր երկրում, այն էլ Արարատ Միրզոյանը, այն էլ թանգարանում։ Ինքնության մասով, գիտեք, ինքնությունը ես երբ որ լսում եմ ընդդիմությանը, տպավորություն է առաջանում, որ իրենց մոտ ինքնությունը դա ինչ որ ստատիկ միշտ նույն ինքնությունն է, այսինքն 16-րդ դարի հայ գյուղացու ինքնությունը պետք է մինչև հիմա չփոխվեր եւ 21-րդ դարի հայ քաղաքացին ունենար նույն ինքնությունը, ինչ որ ունեցել է, ասենք 300-400 տարի առաջ ունեցած հայ պատմական հիշողությունն է, դուք ուզում եք ջնջել մեր պատմական հիշողությունը։ Որևէ մեկը որևէ պատմական հիշողություն չի ջնջում, որովհետեւ Արարատի նկատմամբ վերաբերմունքը, որը ունի յուրաքանչյուր հայ, այդ վերաբերմունքը միշտ կարող է արտահայտել, որովհետեւ Արարատը ամեն օր բացվում է իր վսեմաշուկ տեսքով բոլորիս առջև։ Թարսարջ Պետրոս չեն կարող անես անենք Արարատը իր վսեմաշուկ տեսքով չբացվի ամեն։ Արարատի փոխարեն թող մեկ ուրիշ սար բացվի էլի իր վսեմաշուկ տեսքով։ Մեկ թուրքական բան սար չկա, չեն կարա դասավորենք բերենք դրա տեղ։ Հետո ինչ է նշանակում, արի Միշնադարյանեզմի ինքնությունը որն է։ Ասենք հիմա Մեսրոպ Մաշտոցը 4-րդ դարը ինչ որ վերցել է Այբուբենա ստեղծել ինչը։ Հիմա մենք պիտի խելքներ ստանք մենակ ասենք 4-րդ դարում, հա։ Չես դասել աղտուտը գերդեն դպրոց չես գնաց, չես տեսել Աննա Հակոբյանը ինչ ասում որ 5-րդ դարից մենք չենք փոխվում։ Արա վերջը պիտի փոխվենք, թե չէ արա այս անտեր մնացածը։ Շատ է որ հիմա տառերը ում է պետք է տառերը։ Կապել եք ինքնություն, մենք նիկոլական կնիկները այսօր Facebook-ում սիրուն լատինատար իրանց վարչապետի մասին, մեր հզոր վարչապետ, մեր բան գրում են լատիներն տառերով հիմա որ գրում են մեր հզոր վարչապետ, կարդացողը չի հասկանում, հիմա պարտադիր պիտի մեսրոպատար հայերենով լինի, ինքնություն վերացրեք դու այդ դպրոցներից բաներից, դրանով քո կնիկն է զբաղվում, չէ՞ Պետրոս, որ այդ այբենաներից բանից պիտի Մեսրոպ Մաշտոցը հեռացվի, բան արվի, մինչև հեռախոս չունենաս, հեռախոսի մեջ ծրագիր չունենաս, հեռախոսդ ինտերնետ չունենաս, սմարթֆոն, բան SIM card չունենա, բան չես կարա, երեխեն առաջի դասանի մինչև այդ սաղ չունենա չի կարա իմանա, որ մեր տառերի հեղինակը Մեսրոպ Մաշտոցն է։ Էդ էլ քո կնգա հեղինակած գործն է։ Վերացեք կարա, պրստե գնա կարա, մեկը տառեր է գրե, մեկը ես իմ Էպոսա գրե, ես իմ 4-րդ դարում մեկը նստե Աստվածաշունչ է թարգմանել, այ քեզ բան արա, եկել ենք ասել ենք 21-րդ դար։ Այսքան կապել է եկեղեցին, մեր ինքնության մի բանը եկեղեցին է։ 1700 տարվա եկեղեցին մեր ինչին է պետք է աղբեր 1021-րդ դարի աղանդներ կան 1000 ձևի, էսի չես ուզում, հենի վեկալ, հենի չես ուզում, հենի վեկալ, այսօր գնանդ է, վաղը այսօր գնանդ է։ Ինչ է կապերա 1000 տարվա եկեղեցուց արա, ինչա թե ինքնությունն է, ինչի տա պետք։ Ժամանակակից մարդ պիտի լինես աղբեր այսօրվա դրությամբ, որն է ժամանակակիցը, Թուրքիան է, Ադրբեջանը, վերջերում ենք այդանք իրանց տառերը կսովորենք, իրանց երգերը կսովորենք, իրանց բանը կանը, էդի կլինի մեզ ինքնություն, պարտադիր պիտի հայկական լինի։ Ճիշտ ես ասում էլի հայք ջան արա, այդ հայեր արա, զզվացրին արա, էլի արդեն սաղիս արա։ Սա ընդհանրապես տեխնիկական հարց է եւ համապատասխան տեխնիկական փոփոխությունն է կատարվել։ Դրան հաղորդել գաղափարախոսական աստար նշանակում է օգտագործել Արարատը որպես էմոցիոնալ գործիք մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց էմոցիոնալ տրիգերների վրա ազդելու եւ հերթական քաղաքական դիվիդենդը շահելու համար այդքան բան։ Պարոն Կոնջան, Պետրոսյան տեխնիկական բաների վրա ուշադրություն մի դարձրել, ասենք հիմա տեխնիկապես Արարատը հանվում է։ Հիմա ասենք թե բան կլինի, մեծ հանրակրվե կարվի, սահմանադրությունից անկախության հռչակագիրը տեխնիկապես քերացվի, ասենք delete, ընդհանրապես ասենք նշում ես, delete ես անում, դե բովանդակային հարցեր չէ, տեխնիկական հարցեր, ասենք անկախության հռչակագիրը վերացավ, հիմա Հայաստանն է վերացավ, ասենք Հայաստանի վերացնել արդեն տեխնիկայի հարց է, էլի Պետրոշը, կամ ասենք թե սահմանադրության մեջից կարաս տեխնիկապես հայ առաքելական եկեղեցի է, չգիտեմ այդ զինանշանի նկարագրությունն է, զինված ուժերը, ընտանիքը, ավելորդ բաներ արա բերել լցել են սահմանադրություն, ինչ կարիք կա ասենք այդպես բաները գրել, տեխնիկապես սիրուն դրանք հեռացնում ես, դրանից խո բան չի փոխվում։ Դրանից խո բան չի փոխվում։ Ապրում է, հիմա ասենք թե որ էդի հանես,
կամ չանես։ Նույն ձևի է, չէ՞, ինքը ասեք դա ամսվա վերջին իր աշխատավարձը նույն ձևի ստանալու է, չէ՞։ Հիմա սահմանապատ ծառայության կնիքի Արարատը կամ չկա, ի՞նչ է փոխում այս մարդու կյանքը։ Կարա ընդհանրապես չլինի։ Հիմա ասեք թե որ Հայաստանը որպես պետություն չլինի։ Հայկ Կոնջոյանի դրանից ինչ։ Կամ քեզ դրանից ինչ պետություն։ Չիլի, Ադրբեջան կլի, կետաս Ադրբեջանում հաղորդում կվարես։ Այդպես չի ասեն, կենտրոնում վարում էր եկարս թե։ Հիմա էլ կետաս ընդել է։ Այդ դեպքում բացատրեք, եթե դա տեխնիկական հարց է, ինչով էր այդ կնիքի վրա արած սա տեխնիկապես, դուք ասեք, չէ, խանգարում կնիքին Իմ դիրքորոշումը հետևել է, իմ մոտեցումը հետևյալն է, որ Հայաստանի ախո մոտեցումը ինչ կարևոր է այդ տղա ջան, հələ դու մածենդ կտրի։ Պետրոս, դու հարցերը դու այն մարդուն, ով որ որոշումներ է։ Այս խեշ մարդը ինչ, իսիխո որոշում կայացնողը չի։ Սա տենեմ ես իր այդ պրիմիտիվ մակերեսային ինտելեկտուալ կարողություններով փորձում է արտարա։ Այ ախպեր, ով որ որոշումը կայացրել է, դրան էլ այդ հարցը դու։ Իմիջիալս Պետրոս Սերդար Քլեչը որ եկավ Հայաստան, ինչի չկանչի դու ստեմ այդ հարցազրույցի։ Այն եվրոպացիներին կնիկ եկավ, վռած վազելով գնացիր իր հյուրանոցը հարցազրույցը վերցի։ Սերդար Քլեչն եկել էր, մեծ այդ Մարկարայի անցակետից, հենց այդ Մարկարայի անցակետից հարցազրույց վերցնենք։ Բայց Սերդար Քլեչն որոշումը կայացրել է Հայկ Կոնջոյանին է։ Քո համար տարբերություն չկա, հա։ Սերդարն է թե Հայկն է։ Ոչ մի տարբերություն քո համար չկա։ Արա սրանք այդ որոշումները կայացնողները չեն, սրանք այդ որոշումները իրագործողներն են։ Էսի կլնի, Ալենը կլնի, Արարատ Միրզոյանը կլնի, Արմեն Գրիգորյանը կլնի, Պապիկյանը կլնի, Նիկոլը կլնի, սրանք որոշում կատարողներն են։ Դու որոշումը կայացնողներին թողնել ես, եկել ես կպել ես կատարողներին։ Դե հիմա սրանց կատարելու նպատակն էլ ո՞րն է, որ այնպես կատարեն այդ որոշումը, որոշումները ինչ է, որոշումը ընդունվել է, որ Հայաստանը վերացվի, չէ՞։ Սրանք կատարողներն են։ Դրանց թողել ես, եկել ես խեշ տղերքին ես չարչարում։ Իրանք այդ տեխնիկական աշխատանք են կատարում, էլ ընդամենը տեխնիկապես այդ գործը գլուխ են բերում։ Տեխնիկներն են։ Հստակ է, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլիկաների մեջ, այդ թվում նաև կնիքի մեջ, պիտի արտացոլված լինեն Հայաստանի Հանրապետության հետ ուղիղ առնչություն ունեցող երևույթներ, նկարներ, հասկացություններ, մի րոպե Պետրոս, մի րոպե շարունակեմ, հասկացություններ։ Հիմա որևէ Այդ տղա, դե Պետրոսին ասիր մի րոպե, հիմա էլ ես եմ քեզ ասում մի րոպե։ Արարատ լեռը սահմանադրությամբ նկարագրված Հայաստանի զինանշանի բաղադրատ տար է հանդիսանում։ Հասկացար, կարդացել ես սահմանադրությունը, չէ՞։ Հայաստանի գերտան չես նայ, մենակ Ադրբեջանին ես նայ։ Ապա որ Ադրբեջանին ես նայ, դեսել ես որ ընդ լուսին կա, աստղ կա։ Բայց չես ասում Ադրբեջան, այս ինչ ես թողել։ Մեն մոտից ոնց որ Արարատ լեռն է երևում, ցերեկ Արարատ լեռն է երևում, մութանգնամա լուսինն է երևում, աստղ է երևում։ Հիմա ինչ որ Արարատ լեռը հանում ենք, լուսին աստղ պիտի մնա։ Մեն էլ հանենք, ասեք թող անեն, կարակ ասեք։ Մատել կզբաղվես այդ հարցով։ Մեկը կամ ես լսեցի, որ ասում են, բայց չէ որ դա մեր պատմական բնորանի մի մասն է։ Գիտեմ իրոք մեր պատմական հիշողությունը, մեր պատմական հիշողությունը եւ պատմական բնորանը։ Վերաձևակերպի, բայց թող խոսեմ Պետրոս։ Դուքով։ Պատմական հիշողության մեջ պետք է լինի եւ իրական Հայաստանը, եւ մեր պատմական անցյալը։ Վերջ։ Այո։ Սիրելի Պետրոս Ղազարյան։ Մեր Պետրոս, այդ արդեն քեզ սիրում է ինքը։ Արա դու սրանցից գուշել, արա սրանք սաղ խառը պատմությունների մեջ են։ Երկու րոպե իրար հետ խոսացիք արդեն սիրելի Պետրոս Ղազարյան։ Ծաղիկներ էլ ես բերել Պետրոսին։ Պատմական հիշողությունը եւ պատմական բնորանը ներառում է շատ մեծ տարածք։ Հիմա պատկերացնում եք, որ ասենք օրինակ որևէ մեկը որոշեր, որ այդ մեծ պատմական բնորանի տարբեր աշխարհագրական տեղանուններ, վայրեր, տարբեր բնաշխարհի ուրեմն հատվածներ պատկերեր այս կամ այն ուրեմն պետական սիմվոլիկայի վրա։ Դա նշանակում է, որ մենք ըստ էության պատերազմ ենք հայտարարում մեր տարածաշրջանի մեր հարևան բոլոր երկրներին։ Դա որքան էսի չէր է խոսում Պետրոս, արա դու նստած հիմար սա խոսում ես, դու լսում ես։ Ասում եմ մեր սա քարտեզները, աշխարհագրական վայրերը, արա ոչ չի բանել մի պատկերի, Արարատ լեռը արդեն պատկերին ինչ որ պատկերված է մնա։ Դուք ոչ մի բան մի պատկերեք, ինչ որ կա էդի մնա։ Ասում եմ, եթե մենք վերցնենք պատկերենք, այդ նշանակում պետությունները տենց են իրար պատերազմ հայտարարում, մի հատ սիմվոլ վերցնում ես միտեղ կիրառում ես,
Օրինակ հիմա Պետրոս գիտես, չէ՞, աշխարհի 6 երկրի զինանշանի վրա Կալաշնիկով ավտոմատը պատկերված է։ Այդ նշանակում է, որ ըստ Հայկ Կոնջորյանի խելքի, այդ երկրները Ռուսաստանին պատերազմ են հայտարարում, որովհետև վերցրել են ռուսական խորհրդանիշեր, որ ասես խորհրդանիշը, ընդամենը հրազեն է։ Հա, բայց իրանց գերբի վրա այդ մարդիկ պատկերել են։ Հիմա ուրեմն, այ քեզ բան։ Այդ Միխայել Կալաշնիկովը այդ երկրից է, որ վերցել են սարքել են։ Ուրեմն այդ երկրները պատերազմ են հայտարարել Ռուսաստանին։ Բիբլիական լեռը։ Ներողություն, Արարատը բիբլիական լեռը, Էմյուսը որևէ յուրաքանչյուրի մասին, յուրաքանչյուր լեռան, յուրաքանչյուր աշխարհագրական մարմնի, յուրաքանչյուր երևույթի մասին կարելի է բերել որևէ պատմական, մշակութային, որևէ էմոցիոնալ, ուրեմն երանգ Եվ ասում եմ էլի կլինի այն ինչ որ իսկ քիչ առաջ ասացի, որովհետև կարող են լինել երկրներ, որոնք ասեն հələ մի րոպե։ Այս դուք տարածքային պահանջ եք ներկայացնում մեր նկատմամբ։ Կարող են նույնիսկ բարձրաձայն չասեն, բայց դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա Իմիջիալոց հիշում ես Պետրոս Նիկոլն ասում էր, կնիկել կրկնեց, ասում էր պիտի մեր զինանշանը համապատասխանեցնենք մեր իրականությանը։ Նիկոլն ասում էր Հայաստանում բնության մեջ առյուծ կա, օրինակ որ մեր զինանշանի վրա առյուծ ենք նկարել։ Չկա, առյուծ մենակ կա գազանանոցներում։ Բա մեր զինանշանի վրա ինչի պիտի առյուծ։ Բաց տարածության մեջ, ազատ բնության մեջ կա օձ, կա կարիճ, կա մողես, կա օձ։ Առյուծ չկա։ Հիմա եթե մենք մեր զինանշանի վրա առյուծը պատկերել ենք, այդ նշանակում է մենք ոնց որ պատերազմ հայտարարես բոլոր այն երկրներին, որտեղ առյուծ կա։ Դրանք կգանք ասեն, ձեր երկրում առյուծ կա, որ դուք վերցել եք առյուծ եք պատկերել։ Մեր առյուծներին ընչեք պատկերել ձեր զինանշանի վրա։ Պատերազմ եք ուզում դրանով հայտարարել։ Ինչ կա ձեր երկրում, եթե տարեք պատկերեք։ Տարեք օձ պատկերեք, կարիճը պատկերեք։ Ինչ։ Դու ուզում ես որ խոզ պատկերենք առյուծի փոխարեն։ Չեմ անում այդ ինչքանով է ճիշտ, բայց այդ դեպքում պետք է մի հատ Վահագի հետ Ալեքսանյան խորհրդակցես դու Պետրոս։ Մի հատ տեսեք որն է ճիշտ, ասենք վարազն է ճիշտ, թե տնական գյուղատնտեսական խոզ։ Հետո մի հատ Նիկոլի հետ էլ խորհրդակցեք իրեքով, որ իմանաք խանձած թե ամբողջական։ Կենթանի, ողջ։ Հետաքրքիր գաղափար էր, բայց Կոնջորյան, այդ առյուծի պահն էլ հետաքրքիր էր։ Ասնա թե մենք ո՞նց ենք մեզ դիրքավորում։ Ի վերջո մենք այս աշխարհում կամ այս տարածաշրջանում մենակ ենք ապրում, թե մենք նաև շրջապատված ենք ուրիշ երկրներով, որոնք ունեն իրենց զգայունությունները, որոնք ունեն իրենց առաջնահերթությունները եւ այլն եւ այլն։ Հիմա այն մարդիկ Բան պիտի հարգենք, արա, բախում ենք մեր զգայունություններով, մեր ավանդույթներով, մեր արժեքներով չենք ապրելու։ Դիտենանք ով ինչ ունի, դրանց շատ է որ իրանք մերը չեն հարգում։ Իրանք մեզ ուզում են ոչնչացնել, ինչ են, մարդեն ուզում են ոչնչացնել, այ քեզ բան։ Բայց մենք պիտի հարգենք, ասենք մի բան անում ես։ Բայց չվերցնես զանգես, ասես Իլհամ Հեյդարիչ, սես մի հատ բան ենք անում, սես մի հատ օրենք ենք ուզում ընդունենք, սահմանապահ ծառայությունը, սես մի հատ փեչատի նախագիծ ունի։ Ինչ կարծիքի եք։ Ոնց մատ ուղարկեք նայեք, նրանք նայում են, ասում են դավայ, այս մասը սարը անեն, բայց չհարգես, հարևան ես, արա։ Բա ոչ չէ, ամեն ինչ անում ես, պիտի իրանց հետ համաձայնեցնես, իրանց կարծիքը պիտի հաշվի, բայց իրանց եք ենթարկվում։ Բայց թե ինքնիշխան, դա կշտացեք էլ արա այդ ինքնիշխանությունը 30 տարի ինքնիշխանել եք, հերիք է էլի, զզվացրիք արդեն արա։ Հենա մենք մարդկանց հարգելով, ուրիշների շահերը հարգելով, մեզ էլ մի թուլափայ կտանք ապրենք էլ։ Ովքեր որ ասում են, որ մեր պատմական հիշողությունը, իրանք թող այդ պատմական հիշողությամբ առաջնորդվեն, երբ որ իրենք կառավարում էին։ Կամ այդ ինքնություն Այն բախտ, որ կառավարում էին հանդարտա պատմական հիշողությունը բերե դեմ էին տվել, գնացել էին հայրենիք էին ազատագրել, հայրենիքը շենացել, այ քեզ բան արա։ Հետո տեսակ սա գախացավանք արա այդքան մեր ինչին է պետք։ Արա փոքր ժողովուրդ եք մեզ մի քաղաքելի հերիքա էլի Պետրոս։ Բայց Երևան ախ Երևանը ուզում են, Երևանը իրանց համն Որտե՞լ է։ Ակետան գլենդել է։ Անդել է լավել կա ագինել ընդ մարդիկ մենք էլ կեթանք։ Կեթանք խառնում ենք իրար կապրենք էլ արա մի կյանք ենք ապրում էլ արա սարքիկ պատմությունա պետություն։ Ես իմ չգիտեմ պատմական հիշողություն, արժեքներ, ինքնիշխանություն եւ այլն զզվան գնացինք էլի Հայկ ջան ախպեր ճիշտը ձեր ասածն է լավ էլ անում եք հենց։ Ասենք որ ասում են մեր ինքնությունը գողանում են։ Լավ ինքնությունը հոմշտապես ինչ որ նույնը չի, ինքնությունը ասենք
Չէ, շաբաթ մեկ փոխվում է, շաբաթը մեկ։ Անցաշաբաթվա ինքնություն այսօր նայում ես արդեն զզվել է գալիս ար ասում ես։ Լավ մենք անցաշաբաթ դրանով ենք ապրել։ Կյանքը փոխվում է անընդհատ, ժամանակակից տեխնոլոգիաներ են դուրս գալիս, ինքնությունը դե պետք է փոխվի։ Թե չի անընդհատ հին ինքնությունները Մենք պատկերավոր ասած դա բան է, էլի, դա այդ soft-ն է, software-ն է, էլի, բանի, ծրագիրն է, եւ այդ հիմա պատկերացրեք, որ ասենք նոր iPhone 17-ի վրա, ասենք դրված լիներ iPhone 7-ի, ասենք software-ը, չէր աշխատի ուղղակի այդ iPhone-ը։ Հիմա այս Չէ, չի լի, 100% չի լի։ Կկախվի։ մարդիկ, եթե մի քիչ ավելի տեխնոլոգիական լեզվով ասենք, էլի, այդ մեր ընդդիմությունը, որ մեզ քննադատում է, որ մենք իրանց ինքնությունը խլում ենք, էլի, իրանք ուղղակի այդ iPhone 7-ի software-ն իրանց գլխի մեջ դրել։ Եվ իրանք ուզում են դրանով այսօրվա 21-րդ դարի աշխարհում 2025 թվականին լուծել նոր խնդիրներ։ Այդ խնդիրները Ո՞ս կլի դες բանը, այդ Պետրոսը ճիշտ ասում է, պետությունը Պետրոսյան iPhone-ի նման բան է։ Ասիկ դու մին նայ Հունաստան, ես իմ Հնդկաստան, Չինաստան, Իրան, ի՞նչը Արա պետրանքի իրանք պետություն չեն, որ դարերով ավանդույթներ ունենան, պետականության ավանդույթներ ունենան, ինստիտուտներ ունենան, ժողովրդի ավանդույթներ ունենան, կրոնականը, չէ, այցա iPhone-ը ոնց է Պետրոս։ Թազան դուս եկավ, հին արդեն տաս տատին։ Վերջ, այն արդեն այնքան որ զանգես դոր soft-եր են դուս եկե։ Հիմա մատ թազա soft-ա դուս եկե, կոչվում է trip։ Մենք արդեն պիտի էդի ինստալյացիա անենք, դրանով արդեն պիտի ապրենք։ Մատ Ադրբեջանը Իլհամ Ալիևը նոր soft-ա առաջ քաշե։ Կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Հիմա մենք պիտի այդ թազա ծրագիրը չքաշենք, ինչ ամենանք ասենք, չգիտեմ, Սյունիքը, պատմական Հայաստանի, Ողնաշա iPhone-ը ոնց է ապեր։ Այն Steve Jobs-ը ոնց էր, քանի չէր մեռան, միկրոֆոնը դնում էր, հելնում էր iPhone-ի նոր մոդելը։ Հիմա Նիկոլը նույն ձև է տգետների դպրոցում, նույն միկրոֆոնից դնում է, էկրանը կա, հելնում է, մի օր Մարլենկայի հետ, մի օր Կարլենկայի հետ, մի օր սրա հետ, մի օր դրա ներկայացնում է ամեն շաբաթ մեր երկիրը պիտի փոխվի։ Մենք պիտի ասենք հիմա էսի որ հանրապետությունն է։ Մեկն ասում է երրորդն է, մեկն ասում է երկրորդն է։ Այ ախպեր, այնքան պետք է հաշիվը խառը։ Հիմա պետք է 4-րդը, հետո 4-ի դրոպ 1-ը, հետո 4-ի դրոպ 2-ը, հետո միանգամից 5-ը, հետո նայում տենում ենք, թազա iPhone-ը դուս եկավ, արդեն iPhone 16-ն է։ Միանգամից դնում ենք Հայաստանի 16-րդ հանրապետություն։ Ընդհանրապես մեր հանրապետությունները, Պետրոս, պիտի բանի հետ, Apple-ի հետ զուգահեռ է դա։ iPhone-ը մի հատ նոր մոդել թողարկեց, մենք մի հատ նոր հանրապետություն պետք է ստեղծենք։ Այդ նորից տայում ենք ինչն ավել, մի հատ ավել կտոր գցում ենք, որ չխանգարի։ Ասենք Գեղարքունիքից մի հատ գնաց։ Տաղուշից մի հատ գնաց։ Արարատի մարզից մի հատ։ Թազա iPhone-ը դուրս եկավ։ Դավայ, Արմավիրի մարզից գնաց մի հատը։ Տակը ասես մնում է մենակ soft-ը։ Ի վերջո մենք կարանք ասենք մի հատ վիրտուալ Հայաստան ունենանք, ասենք Հայաստան Cloud։ Ու ընդ արդեն մեր սա հարցերը կարգ ժամանակակից պիտի լի ամեն ինչ, այ ախպերերը 21-րդ դարն է վերջապես։ Դուրս գալիս ես հայք, դու շատ ուժեղ տղա ես։ Ադրբեջանցիները քանի հատ ունեն քո նման։ 69 կլնի։ Կլնի։ Բոլորին չեմ ճանաչում, բայց կլնեն դե։ Դեզայնից ավելի եմ համաձայն, որ մենք չպետք է անցյալով ապրենք եւ անցյալի իրականությունը պրոյեկտենք եւ դա դարձնենք իրականություն, որովհետեւ Դու արդեն տան խոսակցություն ես բերում ստե Պետրոս։ Դու արդեն ձեր տան խոսակցությունն ես բերում ստե։ Նժդերն է ֆաշիստա, չէ։ Գնում գլխով խփում ես պատին եւ ինչ ելնում է քո գլխին ալնում։ Դա Եփ այլ է։ Հələ մատ ֆրատենամ։ Գլուխը տնչես խփե պատին, արա։ Պետրոս արա, մի թամ շատ բան կա այդ գախիտ մեջ, հələ մատ է տանում խփում ես պատերին։ Ծեֆի պոլին Բորդոր լիզի, անչես գալոխը տարը խփե պատերին արա։ Բորդոր չունեք դուք ձեր հայատը, որ դու ծեֆես պոլին բորդոր լիզես։ Վարչապետի ասածով ես առաջնորդով է դա գլոխը տնչես խփե պատերին արա։ Առանց անել մեջը բան չկա։ Ակնհայտ ճշմարտություն է։ Բայց տեսեք, կա հարցի մյուս կողմը։ Դուք հիմա ասում եք մենք չպետք է շարժվենք այդ փիլիսոփայությամբ, իհարկե, դա ոչ միտեղ մենք պետք է իրողությունների հետ հաշվի նստենք եւ մեր ռեալ քաղաքական քայլերը միայն իրողություններից ելնելով անենք։
Բայց մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որ օրինակ Ադրբեջանը կասկածի տակ է դնում մեստեղ լինելը, հա, Արարատի բիբլիական սա լինելը, ամեն ինչը կասկածի տակ է դնում, հա, այսինքն գնում է պայքար նաև անցյալի վերաբերյալ։ Եվ երբ որ մենք անցյալի մասնիկը հանում ենք, ստե խոսքը այն մասին չի, որ մենք բերենք դա դարձնենք ռեալ քաղաքականություն։ Դուք դա ճիշտ եք ասում։ Խոսքը նրա մասին է, որ այդ անցյալը նույնպես կարևոր է եւ մենք չպետք է այդ սիմվոլիզմից հրաժարվենք, որովհետեւ դուրս կգա, որ Ադրբեջանը մեզ ճնշում է, ասում է դուք ստեղ չեք եղել, Արարատը ձերը չի եղել, դուք եկվոր եք, դա մենաբան, մենք էլ կարծես թե տրվում ենք դրան, այդ են ասում մարդիկ, ոչ թե ասում են բերեք դա դարձրեք մենք քաղաքական օրական։ Այսինքն դու հասկացել ես, հա Պետրոս, որ այդ ավանդույթներից, պատմությունից, լեզվից, մշակույթից, կրոնից, ամեն ինչից հրաժարվելը վերջում հանգեցնելու է պետության վերացման, ժողովրդի բնաջնջման։ Ասում ես, ես այդքան բանը հասկացել եմ, բայց ես ձեզ հետ համաձայն եմ։ Ես ասում եմ, մի քիչ ձեզից ավելի շատ եմ, այսինքն եթե դու թուրք ես, արա ես քեզից ավելի թուրք եմ, սուպեր թուրք։ Հա? Հայկո, ո՞նց ենք վերացնում ես հայ ժողովրդին։ Ասում Արարատը հետ բերեք։ Նուք կանել, բայց դե հիմա կան, ես այլ տեսանկյունից եմ ուզում հարցնայինք։ Ես Պետրոս, այսինքն ո՞նց Արարատը հետ բերեք։ Արա հիմա այս 21-րդ լուսավոր դարում դու մտածում ես ինչ-որ բան հետ բերելու մասին։ Արա հիմա պետք է մտածենք տալու մասին, արա հիմա տալու դարաշրջանը, Արցախը պետք է տանք, Գեղարքունիքից պետք է տանք, Ջերմուկը պետք է տանք, Սյունիքը պետք է տանք, Մեղրին պետք է տանք, Տավուշը պետք է տանք։ Արա եկել ես այդ տալու լուսավոր դարում, փոխանակ քու կողմից մտածես ինչը կարելի է տալ։ Դու լը մտածում ես, նստել ես, նայում ես Արարատը հետ բերենք։ Ղալատ կանես, որ հետ կբերես։ Ցուցակ կա, չէ՞ մոտդ Հայկո։ Ինչն ենք տալի։ Հիմա որի հերթնահաս է։ Պետրոսի։ Պետրոսին չտաս, արա։ Պետրոս վախենում է, իրանք թուրքեր կուտեն։ Պետրոսին չտաս։ Պահեք, Պետրոսին վերջում գտակ։ Ծանոթ եմ ողջամիտ քննադատություն ուրեմն անող մարդկանց փաստարկներին եւ բնականաբար այդ մասով պետք է այդ փաստարկները փարատել, պիտի խոսել եւ այլն, բայց տեսեք դուք որ նշում եք Ադրբեջանի հայտարարությունները կամ այլ մարտահրավերներ, որոնք ունենք, տեսեք այդ մարտահրավերները ներկայի վերաբերյալ են, չէ՞։ Եվ որպեսզի մենք կարողանանք ներկայի մարտահրավերներին պատասխանել, մենք պիտի ներկայում ուժեղանանք։ Իրանք անցյալիներ են գցում, բայց մարտահրավեր։ Այո, անցյալի եթե նույնիսկ փորձում են անցյալի մարտահրավեր նետել, որևէ մեկը երբ որ փորձում է անցյալին մարտահրավեր նետել, վերջնանպատակը ներկայում մեզ վնասել է։ Հետևաբար պետք է մենք ներկայում ուժեղ լինենք, չէ՞, որ կարողանանք ներկայում եւս այդ մարտահրավերների պատասխանել։ Հիմա այո, բնականաբար։ Իսկ ասենք ո՞նց պիտի ուժեղ լես։ Պետք է ապրանքի տերը լես, պիտի ունեցվածքի տերը լես, պիտի հարուստ լես։ Օրինակ Հայկ Կոնջորյանը, Պետրոս, մինչև Ադրբեջանը թուրքական հեղափոխությունը ուժեղ չէր։ Խեղճ անտեր անտերի պես մե ապրանք էլի ինձ մետեղ գցած ու սաղ սրանց էլաշ չէ սրանց ամբողջ խմբակցություն չէ իսկ հիմա 18 թվի հենց իշխանությունը եկել են նոյեմբերի 21-ին արդեն Երևան նոր-նորքում տունը առել է բնակարան 2024 թվի հուլիսի 26-ին այսինքն Տաուշը հանձնելու այսինքն Ղարաբաղը արդեն տալուց հետո Գեղարքունիքը տալուց հետո, Ջերմուկի սարը տալուց հետո, Սյունիքը Տաուշն էլ տվել են այդ 4 գյուղերը։ Աբովյանում, Կոտայքում, առել է հողին ամրացված այլ էդի առանձնատունը։ Գնաց։ Կնիկը եղել է հայփոստի տնօրեն, մեկ էլ այդ հայփոստի տնօրեն եղած ժամանակ գիտես որտեղ են տուն առել մի հատ էլ Պետրոս, հասցեն ասեմ, Եզնիկ Կողբացի փողոց, Երևան 0015 այդ փոստային ինդեքսն է, Եզնիկ Կողբացի 1 հասցեում։ Վարկն էլ գիտես ով է տվել։ Ով տված կլ, հələ մտ ասա։ Ով տված կլի։ Հայ էկոնոմ բանկ։ Որտե՞ց իմացար։ 2022 թվին Toyota-ն առել է։ Ազգային ժողովից 10 միլիոն աշխատավարձը ստանում է։ Կնիկը 16 միլիոն 623 հազար դրամ աշխատավարձը ուժեղացել են այս մարդիկ։ Դրա համար ասում եմ պիտի ուժեղել։ Հա ինչ անենք որ պետությունը թուլացել է, պետությունը վերացել է, պետությունը իրանք այդ 200 գլուխ որ կան, այդ 200 հոգով
այդ դու էլ դրանց մեջ ես։ Այդ դուք պիտի ուժեղ ել, մենակ դրանք են ուժեղ։ Մնացածը սաղ դառնում են անտուն, չքավոր, բանակը վերանում է, տարածքները հանձնվում են, մարդիկ զոհվում են, դե դրանք է զոհվում են, ինչի համար են զոհվում, գիտես, ասել է Արտուր Հովհաննիսյանը, ասել է, որ այդ մարդիկ զոհվել են, որ Արտուր Հովհաննիսյանը ապրի եւ ելնի երջանիկ։ Դե Արտուր Հովհաննիսյանը խո մենակ չի ապրելու։ Մյուսներն է պետք է ապրեն։ Հիմա իրանք արդեն ուժեղ են։ Դու էլ ես չէ ուժեղ, Պետրոս, երկու տուներ դուք եք, չի առե, մի հատ էլ Հոնդա։ Դու ուժեղ կլես, էլի դու Պետրոսն ես, արա, ոնց կարաս դու ուժեղ չլնես արդեն։ Այդ ներկայում ուժեղ լինելու հիմնական փաստարկը մեր գաղափարախոսական փաստարկը այնա, որ մենք պիտի ուժեղացնենք Հայաստանի Հանրապետությունը, պիտի հանդես գանք իրական Հայաստանի գաղափարախոսության պաշտպանությամբ, պիտի տարածաշրջանում հասնենք հարատև խաղաղության, պիտի սահմանները բացվեն, պետքա կոմունիկացիաները ապաբլոկավորվեն եւ մենք պիտի մեր հարևան երկրների հետ ունենանք բնականon հարաբերություններ։ Արդյոք Չէ, իմացա, այս մարդիկ արդեն ունեցվածքի տերենել է, մնամա կյանքը վայել են։ Իսկ կողքից ոչ մեկը սրանց խանգարելու իրավունք չունի։ Եղավ։ Զոհվել են, վերջացավ գնաց։ Պետք չի, որ որևէ մեկը նորից զոհվի։ Եղածը հերիքա։ Իրանք այդտենց էլ հաշվել են, մի 5000 պլյուս մինուս 50 պլյուս մինուս հիմա արդեն նորմալ է հերիքա զոհվեք արա թողեք այս մարդիկը չէ դες լավ չասի հերիքա զոհվեն այս մարդիկ թող արդեն վայել են դուք մի հատ նախադասություն ասացիք որ բանավեճի թեմա չկա ես նայեցի այդ ներկայացման հետ պատմությունը Մկրտչի եւ վարչապետը այնտեղ դուրս եկավ խոսած, ինչ որ բան ասեց, նրանք ինչ որ բան ասին, գնացին փոթորիկ մեկ բաժակ ջրում։ Հայտնվեցին ինչ որ են Սերժ Սարգսյանի իրավապաշտպանը, գրպանի էլի տենց եւ ահա մի մասը մկոին հերոսացնում է, մի մասը ոչնչացնում է։ Չեք կարծում, որ լավ կլինի, որ ընդդիմություն իշխանությունից քաղաքական գործիչները հեռու մնան դերասաններից, ոչ պետքա հերոսացնել, ոչ պետքա թաղել։ Այդ մարդիկ դերասանությամբ են զբաղվում։ Եվ որ նայում ես, տակը մնում է ոչնչացնելը ու պաշտպանելը։ Ինչի մասին է այս ամեն ինչը։ Ես գիտեք կարծում եմ Պետրոս ասենք, որ ասում ես Սերժ Սարգսյանի իրավապաշտպան գրպանի, որ ասպես հայտնվեց, ում նկատի ունես։ Ընդ որ մեկը հայտնվել էր այդ կադրերում, Նիկոլի Կողքն էլ նստած էր, Սերժ Սարգսյանի հետ ոչ մի կապ չուներ, ոչ էլ իրավապաշտպաններ։ Այդ քո կենիկներ։ Նիկոլի Կողքը նստած ու քո իրա ջեբի սանտեխնիկը, որին վերցում տանում է դպրոցների զուգարաններ, դուշե քանդում տալի ձեռը։ Այդ քո կենիկներն են նստած, ինչ Սերժ Սարգսյանի իրավապաշտպանես տուն դե տեսե։ Այո կադրը նայում ես քո կնգաշես ճանաչու։ Բեն էր գնացել, բայց որ գնացել էր, չես ասում այ կնիկ։ Գնացել եք, ներկայացումն ավարտվել է, ռադնետ քաշեք եկեք։ Ինչեք ել է խանգարում այդ ներկայացումը։ Պետք է դուք կյանքում թատրոն գնացած կար։ Ասենք որ չեմ ասում, էլի կաբարե, մաբարե, չգիտեմ, ինչ որ ունեց ստրիպտիզ։ Նորմալ, թատերական ներկայացում։ Այդ ներկայացումը որ վերջանում է, հետո ինչ անում Պետրոս։ Դերասանները խոնարհում են, հանդիսատեսները ծափահարում են, նրանք գնում են, չէ՞։ Այդտենց անդաստիրակ մարդ քո կյանքում տեսած գնաց, որ ասել է մի րոպե, դերասաններ։ Ես չհասկացա, այդ ինչ եք ասում։ Ես ձեր ասացի մեսիջը չհասկացա։ Հələ մեկ նստեք, հələ մեկ սաղը նստեք, նորից մեկ արեք, ես ուզում եմ հասկանամ։ Տես բան տեսել ես քո կյանքում։ Կողքի վերընկածին հարցներ, ասել է այ կնիկ, այդ ինչ է կարեն, այդ ինչ անշնորհքություն է կարե։ Հանգիստ թողեք այդ դերասանը, դերասանա, այտենց հարմար գտե, այտենց արե, հանգիստ թողեք այդ դերասանների, բա ով պիտի հանգիստ թողնի, եթե ոչ այն անդաստիրական, որը հանգիստ չի թողնում, վերցելա թիրախավորում հա այդ դերասաններին։ Տունդե ելել ես Հայկու, տունդե չէիր, մետ ուրիշ բան կար, ձեր խմբակցությունից մետ ուրիշ դեպուտատ կա որ նրանք դա գալիս է հատկապես նրանք ովքեր որ թիրախավորել են Մկոյին, դա գալիս է նրանց մարտնչող տգիտությունից, որը Հայկո, բայց դու Նիկոլ Փաշինյանի մասին չես տենց արտահայտվում։
Շատ է որ իր տգիտությունը մարտնչող է։ Դու պետք է գաս նստես Պետրոսի մոտ, արա Մեկոյին Նիկոլ Փաշինյանն է թիրախավոր է։ Հերիք չի կանգնեց ընդ այդ ներկայացումից հետո այդ մարդուն ինչ ասաց, մի հատ էլ եկա վերջում գովեց, вообще թիրախավորեց։ Հիմա դու եկել ես ասում ես, դա կախված է դրանց մարտնչող տգիտությունից։ Ինչի է տգետն, ինչի է այդ կարծիքին դու Նիկոլի մասին։ Դեռ տգիտությունը մի բան է, բայց մարտնչող տգիտությունը շատ վտանգավոր բան է։ Եվ պետք չի թիրախավորել մարդուն, պետք չի թիրախավորել արվեստագետին, չնայած զարմանալի չի, որովհետև ես երբ որ հիշում եմ, թե ինչպես էին թիրախավորել այսպես կոչված որոշ նույն շրջանակներին ծառայող այսպես կոչված լրագրողներ Տիգրան Մանսուրյանից ձեռնակաբերդում։ Հիմա ասենք իմ համար զարմանալի չէ այն հարձակումը, որը տեղի է ունենում, նախ ես իմ աջակցությունն եմ հայտնում Մկոյին, սիրելի դերասանին։ Որ հարցում Արա դե հիմա թողեք հանգիստել, արա ասենք այդ տղուն։ Ուրեմն Նիկոլի ցուցաբերած աջակցությունը թիրախավորումը քիչ էր, հիմա էլ դու գիտես ում աջակցություն ցուցաբերի։ Հայկոին։ Դու ուրեմն Հայկոին աջակցություն ցուցաբերի, գոհ եք ձեր արածից, հիմա էլ անցել եք Մեկոին, որպեսզի լի Հայկո Մեկո, հա։ Արա գործ չունեք, արա թողեք այդ տղերքին դրակալող հանդիս տարա կերակ, սրա հիմա էլ առեկապել եք սրան։ Գործ չունես, այ մարդը ինչ անում է, թո անի, լավ անում, վատ անում, գործ չունեք դուք, թո իր արածն անի այդ մարդը։ Էն էլ անում եք հերիք չի, էն էլ մարտնչող տգիտությամբ։ Բերանը փակելը հաշվառնելով դրանց գեղագիտական եւ կրթական ցենզը չէր խանգարի, ասում ձեզ։ Դե Ճիշտ ես ասում, Պետրոս։ Նիկոլին նկատի ունես, իսկականից հա դրա բերանը պետքա փակել մանավանդ հաշվի առնելով դրա գեղագիտական մեկ է կրթական ցեզը։ Գեղագիտականը դրա հենի հենց գիտի գեղագիտական իրենց գեղի մասին ինչ որ բան իմանալն է, այսինքն գեղի մասին գիտակալնելը դա գեղագիտականն է։ Կրթական ցենզն էլ բանն է։ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ավարտական ատեստատով ավարտված կրթությունը։ Իմիջալոս Պետրոս, այդ տեսանկյունից որ նայենք, պիտի քո բերանն է փակվի։ Դու էլ եսի ինչ դեր չես։ Արա պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքերենի բաժին ես ավարտել, թուրքերեն չգիտես։ Արևելագիտության մի օր չես աշխատել։ Քո մասնագիտության մի գործ չես արել, որ ասենք այդ դու մասնագիտության տեր ես դառը, գնացել ես սովորել ես, այդ օրով աշխատես։ Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը սա ավաշխալ գնաց ավարտես, քեզ հանեն ընդեր շպրտին դուս։ Մի հատ ընդեր չկարացիր ավարտես։ Պակաս գեղագիտական տագետն էլ դու չես արա։ Գոնե ձեր բերանը պիտի փակվի։ Ոնց անենք սրանց բերանը փակենք։ Բայց քոնը պիտի փակվի, է։ Անդ բերանի թեման Գիտեք, ես կարծում եմ, որ պետք է այդ բերանները թողել բաց մնա, որ իրանք միջև վերջ խայտարակվեն եւ հանրությունը ճանաչի բոլորին։ Իրանք վաղուց այդ պլանկին անցել են, բայց ինչ է։ Լավ է, բերանների մասին չգիտեմ, եկանք Ալենի Բոստանը։ Պետք չի այդ թեմայով շատ խոսալ, ձեր խմբակցությունում դա շատ զգայուն թեմա է։ Դեր խմբակցության ղեկավար ես։ Այդ բերանների հետ կապված թեման ձեր խմբակցությունում շատ զգայուն թեմա է։ Ու Պետրոսը չի բացել այդ խոսակցությունը։ Մի հատ Նիկոլի բերան փակելու, մեկ էքո բերան փակելու համար, տեսեկանք ուր հասանք, եկանք հասանք ամբողջ խմբակցությանը արդեն։ Ընդդիմությունը օրակարգ է բերել, որը նոր չի, impeachment։ Եվ ասում են, որ պետք է լսումներ անեն, դրանից հետո 36 ձայն, հա, եւ 36 ձայն հավաքեն։ Եվ ես այսօր լսում եմ 36 պետքա ստորագրություն։ Ստորագրություն, որ մտնի օրակարգ։ Եվ ես լսում եմ երկու հանրապետականի այսօր տարբեր հարցազրույցներ, որոնք ասում են, որ մենք ԿՊ-ից ձայներ ունենք, արդեն տենց խոսացած է, process-ը պետքա գնա։ Ձեր մեկնաբանությունը։ Այդ երկու Հանրապետականներից ով է դες բան ասե Պետրոս, որ հանրապետականը լինի, բայց ԿՊ-ում լինի։ Դա Շիրակն է Թորոսյան, Կնյազն է Հասանով, որ հանրապետականից դեպուտատ էր, հետո դառավ ԿՊ-ից դեպուտատ։ Այն Անդրանիկ Քոչարյանը կարող է եղածել, նա հանրապետական կուսակցության երևելի գործիչներից Վազգեն Սարգսյանի օգնականն է եղել։ Կարող է Մելքոնյան Գագոն եղածել, դա հանրապետականի վաղ Ռոբերտ Քոչարյանի վաղթել բաներ, պաշտպանության փոխնախարար էր։ Կարող է ֆիկտիվ է եղածել են Գևորգ Պապոյանը, որ ֆիկտիվ հանրապետական, բայց նա հիմա падգամավոր չի, նա նախարար է։ Կարող է հանրապետական չի եղել ԲՀԿ-ը եղել ԿՊ-ից այդ Սերգեյ Բագրատյան, Վահագ Ալեքսանյան, շատ կան է, դու ով է ասե Պետրոս, դու որ մեկին ես լսե։ Չնայած դու էլ ախախորտու էլ ԿՊ չէ, դու էլ լուսավոր ես, չէ, ոնց որ
Լուսավոր Հայաստանից էր, այդ մոնոքո քավորներ։ Արա այդ քպես մարդ չկա, Պետրոս, զգում ես դու արա, ընդ մարդ չմնաց արդեն արա։ Հերթական ընդդիմության ժուլիկության մասին։ Ուրեմն ընդդիմությունը ասում էր ինչքան ժամանակ, որ հեսա մենք impeachment ենք անելու։ Impeachment-ը անվստահության գործընթացը օրենքով սահմանված հստակ process է, որի համաձայն պետք է հավաքվի 36 ստորագրություն, որ հարցը մտնի օրակարգ, իրենք պիտի առաջադրեն իրենց տեխնացուն, հետո հարցը պիտի քննարկվի, հետո պիտի քվեարկություն լինի։ Սա կոչվում է, սա է այդ ինստիտուտը։ Ուրեմն հիշում եք, որ ընդդիմությունը մեկը մյուսից անհաջող քաղաքական դիակների տարբեր բաները փորփրում էր, ինչ որ մեկին էր բերում, հետո մեկին էր բերում, չստացվեց այդ process-ը։ Հիմա ինչ արել։ Հիմա հազար տեխնոլոգիա։ Չէ, հիմա ինչ են արել։ Հիմա ինչ են արել։ Ես որքան գիտեմ, իրականում իրենք ոչ թե impeachment են նախաձեռնել, իրենք նախաձեռնել են հայտարարության նախագիծ, հայտարարություն ուղղակի, որ ասենք ազգային ժողովը ենթադրենք ընդունի ու վсё, այդ հայտարարությունը ոչ մի իմպերատիվ նորմ չի պարունակում։ Ուղղակի այդ հայտարարության վերնագրի մեջ գրել են վարչապետին անվստահություն հայտնելու մասին։ Այսինքն ընդդիմությունը ինքը սրանով խոստովանում է, որ իրենք այնքան ապիկար են, այնքան անճարակ են։ Բայց գնանք, իրանք ասում են Լսի մի րոպե, սպասի, իսկ դու հասկանում ես, որ հիմա այդ քո մեկնաբանություններով դու խոստովանում ես, որ այնքան տգետ ես, այնքան ամեն ինչից անտեղը պատգամավոր ես ազգային ժողովի կանոնակարգը չես կարդացել, արա։ Դու ուրեմն չես հասկանում, որ մարդիկ impeachment-ի գործընթացը վաղուց նախաձեռնել են, վարչապետի տեխնացուն են, դա իր գործընթացը դեռ ընթացքի մեջ է, նախաձեռնել են խորհրդարանական լսումներ հրավիրելու համար, պատգամավոր կանոնակարգ չկարդացած, պետքա ոչ թե impeachment-ի նախաձեռնությունը քննարկվի, այլ ազգային ժողովի հայտարարության նախագիծ կամ օրենքի նախագիծ։ Խմբակցությունը, երբ որ լսումներ է հրավիրում, պիտի շրջանառության մեջ դնի լսումների համար ազգային ժողովի հայտարարության նախագիծ։ Հիմա լսումների թեման էլ դա impeachment-ի շուրջ հանրային լայն քննարկում, այսինքն մարդիկ նախաձեռնել են խորհրդարանական լսումներ եւ ապահովել են դրա կազմակերպման ձևական ֆորմալ կողմը։ Շրջանառության մեջ են դրել ազգային ժողովի հայտարարության նախագիծ, պահպանելով անվստահության գործընթացի իրավական բաղադրիչներ։ Նոր մի քիչ առաջ տգիտությունից էր, չէ՞ խոսում, մարտնչող տգիտությունից։ Դե լավ մարտնչությունն եմ տգիտություն։ Ինչ լավ ես մարտնչում, ինչ լավ ես մարտնչում դու։ Հավակնում ես լինել իշխանություն լինելու համար դու պետքա ժողովրդին ծրագիր առաջարկես։ Դու պետք է ժողովրդին այլընտրանք առաջարկես։ Գնաս ասես ժողովուրդ ջան, քաղաքացիական պայմանագիրն ասում է խաղաղություն, ասում է սենց։ Ես ասում եմ, որ չէ, սա ալտերնատիվ ծրագիր պիտի առաջարկես, ոչ թե Եթե իշխանություն ես ուզում, Պետրո ջան, պետք է այդ ժողովրդին ծրագիր առաջարկես, հետո այդ ծրագիրը խոստանաս, լավ բաներ խոստանաս ժողովրդին, խաբես այդ ժողովրդին, այդան այդ մարդիկ քեզ ընտրեն, հետո այդ ծրագիրը դնես մի կողմ, ու արդեն ոչ թե այդ ծրագիրը կատարես, ինչ որ խոստացել ես լավ բաներ գրած, այլ ճիշտ հակառակը։ Նայես տենաս Ալիևի քեզ ինչ ասում էդի անել։ 2018 թվին եկան ասին սիրելի ժողովուրդ, մեզ ընտրեք, որպեսզի մենք Ղարաբաղի հարցը լուծենք, Արցախը դառնա բանակցային կողմ, Արցախը միջազգայինորեն ճանաչվի, կոռուպցիան վերացվի, արդարությունը հաստատվի, ժողովրդավարական երկրներ, բիզնեսի ազատ, խոստացա, մեկ է պարզվեց, չէ ախպեր, այս մարդիկ պատերազմ են բերել, պատերազմ չէին խոստացել, բայց խափի, հետո եկանք 21 թվին, ասին լավ, պատերազմ ենք տարել ձեզ, վարի ենք տվեք գործամ, հիմա ձեզ խոստանում ենք, որ պիտի Արցախի կարգավիճակի հարցով զբաղվենք, Արցախի ժողովրդին դեղ ապրելու հարցով զբաղվենք, դեօկուպացիայով զբաղվենք, էլ այդ կոռուպցիան սաղ կա, Արցախը չկա, լրիվ հանձն Այսինքն պետք է սկզբից ծրագիր ունենաս, Պետրոս, ընդ պետք է լավ բաներ գրես, որ այդպես մարդկանց խաբես։ Հիմա էլ նոր ծրագիր են գրում, ասում են Ժորժ ջան, մենք երկու անգամ ձեզ խաբենք, չէ՞։ Ստացվավ, չէ՞։ Հիմա էլ եկել ենք ձեզ խաբում ենք, ասում ենք բերելու ենք խաղաղության օրակարգ, բերելու ենք խաղաղության ծրագիր, սահմանները բացվելու է, ադրբեջանցիները լավ խաբում են։ Հիմա պետք է ժողովրդին ծրագիր ներկայացնես, որ կարողանաս խաբես, առանց ծրագիր չի լինի խաբել, Պետրոս ջան, դժվար է։ Այս մարդիկ արդեն սամթը գտել են, սրանք այս ժողովրդին խաբելու ձևը գիտեն արդեն։ Ծրագիրը տանում ես, տալիս ես, խոսում է, հիմա օրինակ ինչ են ասում։ Խաղաղություն, Թրամփի խաղաղություն, Ալիևի խաղաղություն, Մելանի խաղաղություն, բոլոր տեսակները Աննայի խաղաղության ճաշ։
Բերեն վեր, հետո կգան իշխանության։ Խափը ինչ անի, ինչ եք, որ խափում ես ինչ ալում։ Այդ նույն ձևի պիտի լինի։ Հայ ջան, հիմա որ դու խմբակցության ղեկավար ես, այդ խաբեության, խարդախության արդյունքում դառել եք падգամավոր։ Մի հատ որ խնդրեմ որպես խմբակցության ղեկավար, մի հատ կբնութագրես ձեր падգամավորներին։ Ստացել են ժողովրդի վրա, հարկատուների վրա, որպես քաղաքական պարազիտներ եւ փորձում են որևէ կերպ սեփական գոյությունը քարշ տալ Հայաստանի քաղաքական կյանքում, որ հետո Ապրես, շնորհակալ եմ, լավ էր։ Արտուր Հովհաննիսյանը շատ կոպիտ ձևով խոսեց Թագուհի Թովմասյանի մասին։ Ընդունում եք։ Ինչու չկա հետևանք։ Պարոն Հովհաննիսյան, Հասկացա, Պետրոս։ Ինչի՞ պետք է լի։ Առաջին անգամ ինչա Արտուր Հովհաննիսյանը անդաստիրակ, խուլիգան, վարքագծով, սանձարձակ, երբ է պատասխանատվություն։ Արտուր Հովհաննիսյանը, որ ՄԻՊ-ի հանձնաժողովի նիստում իմ լեզուն կտրելու, ականջ կտրելու, վիրավորելու, խանգար նիստը տապալելու պատասխանատու։ Ինչի՞ պիտի։ Այդ տղանը տենց է, Պետրոս ջան, ինքը տենց է։ Մենակ այդ տղան չի, իրենց հայտնի լա։ Իրենց ամբողջ խմբակցությունով իրենք տենց են, Արտուրն էլ իրենց հավաքական կերպ։ Ինչի՞ պիտի պատասխանատվության ենթարկվի օրինակ։ Ինչ արևոր։ Ոնց կա տենց դրսևորվել է, էլի։ Բան արել է նա, պարոն Կոնջարյան, ես ինչ-որ տարօրինակ ոչ մի բան չեմ նկարում, նորմալ է, էլի ինքը տենց է, էլի, դե սաղըտելը տենց է։ ինքը մեկնաբանություն է տվել այդ թեմայի վերաբերյալ, եւ ես որևէ բան չունեմ ավելացնելու պարոն Հովհաննիսյանի մեկնաբանությանը։ Խնդրում եմ Շոտկի է ճիշտ ասում, նորմալ է, ինչ ավելացնես, ասել է էլի մարդը։ Ինչ ավելացնես, Պետրոս։ Որ չի կարելի այդպես հարաբերվել, նույնիսկ մենք բոլորս գիտենք ով է Թագուհի Թովմասյանը։ ով է։ Ով է Ո՞վ է, Պետրոս, դու ինչ գիտես։ լրագրողը, որը չունենալով աշխատավարձ 4 հատ տուն ունի։ Ոնց Յա։ Էդա քո իմացածը։ Պետրոս Թագուհի Թովմասյանը լրագրող չի։ Թագուհի Թովմասյանը արդեն ազգային ժողովի падգամավոր է։ Երկու գումարման ազգային ժողովի падգամավոր է։ Ինքը նախկինում ա եղել։ Այսինքն դու զարմանում ես, հա Պետրոս, որ կարող է լրագրողը տուն ունենա։ Դու դրանից զարմանում ես։ Արա ասում եմ, տես ով ինչից է խոսում։ Արա դու քանի տուն ունես, Պետրոս։ Դու հիմա եկել ես։ Դու խոսում ես լրագրողի տուն ունենալուց, դու Պետրոսը։ Մենք քեզ ասում, մենք գիտենք ով է դա։ Ու դու գիտես ով է Պետրոսը։ Մենք գիտենք թե ով է Պետրոսը։ Իսկ Պետրոսը պարզմա գիտի թե ով է Թագուհի Թովմասյանը, այն է սա սխալ։ Արա ով խոսա, դու գոնեն բանը էլ ասում է, այդ թեմայից ասում է, դու Բերանա, ասում է, եթե կեղտի մեջ ես, գոնե ձենդ գլուխդ մի գցի։ Ով ինչից է խոսում։ Պետրոսը տնից։ Մեկ էլ Հայ Կոնջարյանն էր մնում տնից խոսար։ 3 տարվա մեջ 3 տուն են առել։ Աստված գիտի, այսինքն բոլորս գիտենք։ Բայց դա չի։ Ասում ես, այսինքն Աստված գիտի, այսինքն մենք գիտենք։ Փաստորեն դու Աստված ես, Պետրոս, հա։ Դուք մենք։ Դուք Աստվածներ եք։ Իսկ Հայաստանում քրիստոնեությունը վերացվել է արդեն, ստեղծվել է բազմաստվածություն։ Ու բոլորը դառել են աստվածներ։ Պետրոս դու ինչի աստվածն ես։ Ինձ թվում է դու կլնես համբուրգերի աստված։ Հայ Կոնջարյանը կարալնի հավի քեբաբի աստվածը։ Արտուր Հովհաննիսյանը կարալնի 0.24 գրամ դեղնականաչավուն խոտի աստվածը։ Վահագ Ալեքսանյանը կարալնի կենթանիների տենց աստվածը լնումա, էդի կարա դրան հավակնի, դե Նիկոլն էլ պարզ է, դե աստվածների աստված, արա էլ ինչ մնաց, պոռնակության աստված էլ ալնով, արա էդի որելի դրա վրա մի հատ կոնկուրենցիա կլնի էլ դուսուս, մրցակցությունը իրար կուտի, եթե դրա աստվածը պիտի մեկը լնի, քեզ խնդրում եմ, ես կնկակառիվ չեմ սիրում, քեզ խնդրում եմ Հայկ ջան, որպես խմբակցության ղեկավար, այդ գործի ղեկավարումը, այդ ընտրության կազմակերպումը վերցրու քո ձեռը, ՆՔՊ-ի համագումարի պես չանեք, այդ վարչության ընտրության, նորմալ, օրինավոր,
ընտրություն կազմակերպեք, էդի դու վերցու քո ձեռը հանգիստ ձևով որպեսի այդ գործը կազմակերպ։ Դե Նիկոլն կլինի որն է։ Աստվածների Աստվածը։ Քաղաքական դաշտը, քանի որ նաև մի քիչ բան է, տոքսիկ է, էլի, մեր քաղաքական դաշտը, ոչ մեր մեղավորությամբ, լինում են դեպքեր, երբ որ քննարկումների ժամանակ քաղաքական բառապաշարը կարող է չլինել այնքան նուրբ, որքան որ ես չեմ, բայց նորից հետևանք պետք է ունենա, եթե դա հետևանք չունենում, դա դառնում է նորմ։ Ես չեմ ապրես, բա վաղուց դա դառել է նորմ։ Պետրոս ջան, այդ ինչ որ ասում ես, Արտուր Հովհաննիսյանը ոչ մի սխալ բան չի արել։ Ինքը նորմերով առաջնորդվել։ Հիմա ասենք թե մարդու վրա թքում են, մնում են անպատիժ։ Դառավ նորմ։ Մարդուն վիրավորում են, Էլավ նորմ։ Մարդուն ընդունելության չեն արժանացնում, Էլավ նորմ։ Մարդուն վիրավորում են, խոսելու հնարավորություն չեն տալի, Էլավ նորմ։ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորներին ծեծում են, մնում են անպատիժ, Էլավ նորմ։ Ընդդիմությունը քննարկումներ կազմակերպում չեն մասնակցում, Էլավ նորմ։ Հայրենիքը տանում են, հանձնում են թշնամուն, մնում են անպատիժ, Էլավ նորմ։ Խոստումները տալիս են, խոստումները չեն կատարում, Էլավ նորմ։ Վերջ, նորմալ է։ Արդեն մեր կյանքը այդ հունովը, էտա նորմալը, էտա նորմ։ Քանի ես մարդիկ իշխանության են, Պետրոս ջան, դու պետք է հաշտվես, որ դա նորմալ։ Հիմա մի օր Թակուի Թովմասյանին աս, մի օր էլ կարան գան հենց տեն, նստեն, քեզ ինչ մտներով ասեն, դու պետք է արդեն սուս ձենդ կտրես, նստես, որովհետև դա արդեն նորմա։ Պետք է մի հատ էլ կթքեն վրետ։ Բա ոնց։ Դու էլ պիտի սուս, հանգիստ նստես տեղդ։ Կարծում որ պարոն Հովհաննիսյանը ասել է այնպիսի բան կամ արել է այնպիսի բան, որ պետքա ինչ որ հետևանք լինի։ Ես գիտեմ, որ պարոն Հովհաննիսյանը սիստեմատիկ կերպով թիրախավորման տակ է գտնվում Թագուհի Թովմասյանի եւ իր թերթի կողմից։ Խեղճ լինի պարոն Հովհաննիսյանը։ Աշխարհի ստերը տարածումը անամոթաբար, դա հարցի դուք ընդունում եք այդ ամեն ինչը։ Ասում եք, Իրոք Պետրոս, աշխարհի ստերը անամոթաբար տարածումը հմեկը քո հետ միասին։ Ուրեմն դու քո արածը տանում ես, բարթում ես ուրիշի գլխին։ Եթե աշխարհը մեծ անամոթաբար տարածվող սուտ կա, էդի դու ես, մեկ էլ հմեկն է։ Էլով է, ինչ թերթ, հմեկը դառնա թերթ։ Վերահաստատեց, որ Ալիև եւ Փաշինյան իր լավագույն ընկերներն են, որ փայլուն առաջնորդներ են, ծրագիրը պետք է գնա առաջ, դրանից հետո եւ Փաշինյան եւ Ալիևը էլի ասցին շնորհակալություն պարոն Տրամփ եւ այլն եւ այլն։ Ինչու համար հիմա էլի դա Տրամփը հիշեց։ Գլխի չես ընկե դու Պետրոս։ Լուրջ ասում ես գլխի չես ընկե, այդ ինչ է ալը։ Ուրեմն լսի։ Այդ օգոստոսի 8-ից հետո Թրամփը ամեն տեղ այդ հիմա գլուխ է գովում, մտում ինքը խաղաղություն է բերե այդ կոնֆլիկտային երկրների մեջ ու այդ երկրների անունները դաժե չգիտի։ Հայաստանին ասում է Ալբանիա, մի անգամ չէ որ ասես դե մարդ արա, հիմա մի անգամ խոսքի մեջ։ Ինչքան Հայաստանի մասին խոսում է, ասում է Ալբանիա, Ադրբեջանին էլ մի օր ասում է Աբերբեջան, մի օր ուրիշ բա, խառնել է սաղը։ Հիմա դրա աշխատակազմում մտածում են մարդիկ, ասում են որպեսի դզենք, բեր նախագահի անունից մի հատ գրառում անենք ճիշտ ձևով, էլի որ Արմենիա, Ադրբեջանը ճիշտ գրենք, այդ հարցը որ լուծվի։ Վերցել են նորից այդ գրառումն են արել։ Դե հիմա որ գրառում են անում, պիտի գրեն great leaders, չգիտեմ, Ալիև, Ազերբայջան, Փաշինյանի այդ գրելուց հետո նորից արա այս մարդը լմա նորից էլի Ալբանիա, էլի նորից սա խառնում է իրար։ Այդ անդամենը ինչ, թե չէ, ես Թրամփը ուշ կգնա շատ լավ ընկերներ են։ Այս կիրակի օրը կարծեմ բան են, խաշ էին դրել, Ալիևին Նիկոլին կանչել էր խաշի, բայց դե Նիկոլը չի գնաց, ասել է կնիկը ստե չի, Չինաստանա, կարիճ է ուտում ընդե, ես չեմ կարա գամ, չի գնաց է։ Դե հիմա խո ամեն անգամ չի օվկիանոսը չի բանանի, դա զբաղված մարդ է, տգետների դպրոցի դասախոս մարդ, իր լեկցիաները չի թողնի գնա խաշուտի։ Թրամփի դրած խաշը ինչ պիտի լինի։ Կարող ասել, ԱՄՆ նախագահը օգոստոսի 8-ից հետո մի քանի անգամ գրառումներ արել է, այսինքն սա առաջին անգամը չի օգոստոսի 8-ից հետո,
նա մի քանի անգամ է նման գրառումներ արել, որովհետև կարծում եմ, որ Այ դա նոր խթան է։ Ես որովհետև կարծում եմ ինքը կարևորում է այս process-ը, քաջալերում է այս process-ը խաղաղության ուշադրության կենտրոնում է։ Այո, ես կարծում եմ նաև, որովհետև դա կարևոր փաստար կա, որովհետև կարևոր Չէ, Պետրոս ջան, վախը սիրտն է։ Բան արե, վերցրել է Թրամփը, մեծ սխալ բան արե, դու ինքն էլ է իր արածի վրա փոշման է։ Իր WhatsApp-ի հեռախոսի համարը տվել է Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի հեռախոսի մեջ Թրամփի WhatsApp-ի համարը կա։ Հետո այդ տալուց հետո նոր իմացել է, որ Նիկոլը WhatsApp-ով SMS-ներ է գրում, մարդիկ հրաժարականներ են տալի, ասենք Արգիշտի Քյարամյանը հրաժարական տվե WhatsApp-ով, Կարեն Անդրեասյանը հրաժարական, Վահե Ղազարյանը հրաժարական։ Հիմա դող անգելա Թրամփի սիրտը, իր արածի վրա փոշմանել է, արա ասում է չվերցնի այսի հանգարց մի օր SMS գրի, ինքն էլ վերջի ժամկետում է խնդիրներ ունի լուծելու, այդ Նոբելյան մրցանակի բանի թեմաներ կա, մնաց անհանգիստ է, դրա համար օրական Նիկոլին գովում ասում ախպեր Նիկոլն իմ ընկերն է, ես Նիկոլի ցավը տանեմ, Նիկոլ is great։ Սես բաները անում, քծնում է, շողոքորթում է Նիկոլին, որպեսզի Նիկոլը հանկարծ իրան SMS չգերի, այդքան բան, վախեցած է։ Դե որ Նիկոլին գրում է, Ալիևին էլ է գրում, այն էլ ինչի համար, էլի Նիկոլին քծնելու, որտեղ գիտի որ Նիկոլ Ալիևը հիմա մոտ են, ինքը իրեն որպես շեֆ անդոնում։ Դրա համար մի երկու բան էլ Ալիևի հասցեին ասում, որ այնքան որ այդ Թրամփը իր վախերն է դրանով հաղթահարում, բայց դե կապ չունի, ասենք եթե իմը սխալ բան արած, այ քեզ բան ունի, ով ուզում է ալի Հովիկ Աղազարյանի պես մարդուն 20 հատ ոչխարի համար 20 հատ է 200 ոբշեմ էլի 200 հատ ոչխարի համար հանես Թրամփին ուզում է հիմա Թրամփը կարող է վերցնի մի հատ թազա միտեղ մի հատ բան կառուցի Թրամփ Թավեր կառուցի Նիկոլի դուրը չգա ասի էս ինչ թալանա էս քեզ վարդուց արա էս միլիոնները կտանես Թրամփ Թավերը կգրանցես իմ քայլը հիմնադրամի անունով չանի WhatsApp-ը գնաց Այն էլ վախենում է։ Մեծ մարդ է, կյանքն ապրել է, վախենում է։ Դե հիմա ամեն մարդը մի բանից պիտի վախենա, Թրամփն է դրանից է վախենում։ Փաստար կա ԱՄՆ նախագահի կողմից անընդհատ պարբերաբար այս թեմայի վերաբերյալ իր արձանագրումները եւ հիշեցումները լավ նորություն են, որովհետեւ դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները լուրջ է վերաբերվում իր ստանձնած ուրեմն առաքելությանը եւ մենք դա շատ բարձր ենք գնահատում եւ նախանձեցի Թրամփին, Պետրոս Աստեղ նախանձեցի Թրամփին, տես վատ վիճակում է, բայց այս մի հարցում նախ պարզում է, որ Հայկ Կոնջորյանը շատ բարձր է գնահատում Թրամփի գործունեությունը։ Երևի թե Թրամփը այսքան տարի ապրել է, դոլարով միլիարդատեր մարդ է, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը ընտրվել 2 անգամ, երևի հələ տես գնահատականի չէր արժանացել, կարելի ասել Թրամփը արդեն իր նպատակին հասավ։ Հայկ Կոնջորյանը նստած հանրային հեռուստաընկերությունում ասում է բարձր եմ գնահատում Թրամփի գործունեությունը նախանձեցի Թրամփին հալալա դրան ախպեր հալալա Գահ Թրամփի դերակատարում իսկապես բարձր է եւ առաջիկայում նաեւ կլինեն հանդիպումներ նույն թրիփի հետ կապված Թրամփի ուղու հետ կապված արդեն մենք ես լիահույս եմ որ որքան հնարավոր է արագ մենք կմտնենք դրա իմպլեմենտացիայի փուլը եւ դա մեզ համար չափազանց կարեւոր ծրագիր է Երբ ասում եք Էդ էլ Թրամփի պարտավորությունն է եթե հանկարծ չանի Պետրոս եթե հանկարծ Թրամփը պատվադի տարեց այդ գործը գլուխ չբերեց ընդ է արդեն գործի է դրվելու մեր Արթուր Հովհաննիսյանը որի ասածների մեջ Հայկ Կոնջորյանը ոչ մի տարօրինակ բան չի նկատի Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր կհանդիպենք ստես։ Հայկ Կոնջորյան էլ ինչ հյուր Պետրոս։ Եթե մի մարդ 9 ամսվա մեջ 5 անգամ գալիս է հաղորդման, էլ ինչ հյուր։ Դա արդեն դառավ այդ հաղորդման մի հատ մասնակից էլ, ասիկան դառավ մի հատ ոդքասթ էլ է արդեն Պետրոս Ղազարյանի ոդքասթը Հայկ Կոնջորյանի հետ։ Արա մի ժամանակ մի հատ բան էր, այն որտուց է իրեք թե դրան արա, մի հատ Տիգրան Հակոբյանը էր ինչ էր, դրա հետ էր ոդքասթ վար։ Հիմա դրանից թարգել ես, այս Ղազարյանը սարքել ես բան, ոդքասթ Կոնջորյանի հետ։ Ինչ դու, ինչ քո զուգընկերը։